Լավ, լրություն պաշտպանը հասկանալի։ Պարոն Վարդևանյանի իմ ընկերը, ուրեմն ես չեմ կարող այս հարցին չանդրադառնալ, պարոն Վարդևանյանը անդրադարձավ ավելի իրավաբանորեն, ես մի քիչ մարդկային տեսակետից չեմ կարող իմ կարծիքը չարտահայտել։ Ուրեմն հարգարժան դատարան, Սրբազանը եւ անձամբ ես առաջի դատարին խնդրեցինք, որ ստեղ Բագրատ Սրբազանը, այլ ոչ թե Վազգեն Գալստանյանը դուք ընդունեցիք հարգանքը ձեզ եւ ասացիք, որ այն հարցը որ չվերաբերվի գործին, մենք տես կդիմենք ու տես դիմել եք, որի համար շատ շնորհակալ ենք։ Բայց մեր մեղադրողները, որ այսօր այս կես շինծու գործով 18 արտարների մեղադրել են, զրկել են ազատությունից, իրանց երեխաներից, ծնողներից, փոխանակ սուսուփուզ նստեն, մենակ այդ իրանց շրջանակներում խոսողները, բայց այն օրը մեկը այլ տղա է ասում Մահարան նստի տեղը, ուրեմն ես, որպես կալանավոր եւ այս գործով մեղադրյալ, հորդորում եմ, քանի որ այդ գործողությունը դուք պետք է անեիք, բայց ես տեսան, որ դուք դա չարեցիք, այն որ կալանքը տալիս եք, ինչ կապ ունի միջնորդ։ Պահում եք, այս ամեն ինչ անում եք նորմալ է, բայց որ ստեղ ես արդարությունը պետք է բայք էտել չեք պահում, ուրեմն ես դες ասեմ, մենք եւ արդարությունը գիտենք եւ մեր նամուս թացիվը պահելու ձևը գիտենք, ուրեմն մեղադրողներ, այդ դաժե որ են թացիվը չունեք գործից դուրս, Բագրատ Սրբազան դիմեք, Բագրատ Սրբազան դիմեք լսեք, ուրեմն լսիր, ուրեմն մի թակից, որ դուք ասեք չեմ ընդհատում, Նստեք ես արկել եմ ձեզ։ Բագրատ Սրբազանն է, կանոնավոր է, բայց Բագրատ Սրբազան, եթե կամքը չունեք, որ արտահայտեք, ես երեք անգամ եմ ծրկելում նստեք։ շատ հանգիստ, ուրեմն չգործեք շրանից հետո ավելի բարձ Սրանից հետո ես հարգելի զապարտողներ կհասեմ։